Շարունակենք ես եմ Ջամփան ճշմարտությունը եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Հովանու Ավետարանի մեջ դերը գսե ես եմ իրավ հովիվը։ Իրավ հովիվը մեկ կճանչնա իր ոչխարները իրենց անուններով։ Քրիստոս իրավ հովիվ է, որովհետեւ մեզ կճանչնա մեր դժվարություններով, խեղճություններով, թերություններով եւ առավելություններով։ Իրավ հովիվ է, որովհետեւ գիտե թե ինչ բաներու գարիք ունենք, ինչ բաներ գվախնանք, ինչ բաներ կփապակենք, ինչ բաներ մեզ կմտահոգեն ու կդակնաբեցնեն, ինչ բաներ պետք է ազատենք կամ ուզենք ազատել։ Քրիստոս ինքն է մեր իսկական հովիվը, որովհետև մեզ կճանչնա մեր իսկության, բնության եւ ինքնության մեջ։ Անկիդե որ մեր ինքնությունը երկնային ցակում ունի։ Քանի որ մեզ կճանչնա, ուրեմն կգրնա մեզ հասկանալ եւ քանի որ մեզ կհասկանա, ուրեմն կգրնա մեզ ուժել։ Ինչպես հիվանդին հիվանդությունը ջանցող բժիշկը միան կգրնա զանիգա ուժել, այնպես էլ մեր հոգիներուն ցավը ջանցող դեր Հիսուսը միան կգրնա հոգեգան անտորություն եւ հանգիստ բարգեւել մեզի։ Ան իրավ հովիվ է, որովհետեւ թույլ չի դար, որ գարոդության մեջ ինանք։ Սամոսներու քիրքի մեջ ասված է դերը իմ հովիվս է, ես բանիմը գարոդություն պիտի չունենամ։ Խոսքը հարգավ նյութական գարոդության մասին չէ, այլ հոգևոր։ Քրիստոս կգշտացնե իր ոչխարներուն հոգիները, կհակեցնե անոնց սիրտերուն ծարավը։ Ան զանոն կարաշնորդ է թեւի խոդավետ արոդավայրեր, թեւի հանդարտ ու զուլալ ջուրեր։ Այո, ան մեզ կարաշնորդ է թեւի խոդավետ արոդավայրեր եւ ոչ թե խոդազուրկ արոդավայրեր։ Հանդարտ ջուրերուկով եւ ոչ թե մրգահույզ ջուրերունկով։ Խոդավետ արոդավայրերը կներկայացնեն Աստվածադուր այն օրհնությունները, բարգեւներն ու շնորհները, որոնցով Աստված գզարտարե իր հետևորդներուն հոգիները։ Իսկ հանդարտ ջուրերը կգրնան պատկերացնել երկու բան։ Առաջին այն ներքին խաղաղությունը, որ Հիսուս կշնորհե իր հետևորդներուն մնայուն կերպով, բայց մանավանդ երբ փորձանքի հանդիպին։ Իսկ երկրորդ ուշագրավ իրողություն է, որ ոչխարները գվախնան ուշքնության փոսող ջուրերու մոդենալ եւ խմելանգե։ Ահա թե ինչու հովիվը գճանա հանդարտ ջուրերուկով առաջնորդել զանոնք։ Ինչպես հովիվը չի ծիծաղիր իր ոչխարին վրա ու չայ բաներ զայն իր վախկոտության համար, այնպես էլ Քրիստոս նկատի կառնե մեր դժվարությունները եւ երբեք չստիպեր, որ թիմագալենք փորձություններ, որոնք մեր կարողության են բերել։ Ան երբեք մեզ չարաշնորհեր խրովահույս ջուրերուկով, այսինքն հոն ուր ահուսարսապ արտող երևույթներ կան։ Քրիստոս մեզ հանդարտ ջուրերուկով գտանի, այսինքն մեր կարողության համեմատ կվերապերի մեր հետ։ Երբ նեղության մեջ ինանք մարդիկ կլքեն մեզ, բայց Քրիստոս իրավ հովիվ է, որովհետև եթե մահուն շուկի ծորի մեջ անգամ ինանք դեր կգանքնի մեզի եւ կպաշտպանե իր ցուբով ու կավազանով։ Ցուբն ու կավազանը խորհրդանիշ նկատված են երեք բաներում։ Առաջին խորհրդանշեն այն պաշտպանությունը, որ Քրիստոս կշնորհե մեզի, երբ աղետներով հանդիպենք։ Ինչպես հովիվներ միշտ իրենց հետ կունենան կավազաններ, իրենք զիրենք եւ ոչխարները պաշտպանելու համար հարցակող կազաններու դիմաց, այնպես է Քրիստոս մեզ կպաշտպանե սատանայական ամեն տեսակի հարցակումներուն դիմաց։ Երկրորդ, ուրիշներ ցուբն ու կավազան բարերուն յետին գուզեն տեսնել Աստուծո կողմէ մեզի բարգեւված ճարին գլուխը չախչախելու իշխանությունն ու զորությունը։ Երրորդ, ցուբն ու կավազանը նաեւ նշանակ նկատված են Աստվածային առաջնորդության։ Աստված գիտե, որ մարդ արարածը կյանքի այս քաոսի մեջ պետք ունի իր առաջնորդություն։ Ահա թե ինչու Քրիստոս կհաստատե, թե ինք անցապ մեզ կառաջնորդե։ Եվ պատահական դեղեր չէ, որ կառաջնորդե, այլ արդարության ճամփաներու մեջ։ Ան սխալ ճամփաները ու թեւի սխալ ճամփաներ չառաջնորդեր, այլ թեւի արդարացում, հաղթանակ, աստվածավաշտություն եւ սրբություն։ Շատ մգենտանիներ, եթե գործունեության իրենց դերը գրնան դուն վերադառնալ։ Նույնը չէ բարեկամ ոչխարին։ Ոչխարը եթե գործունե իր հովիվը եւ չլսե անոր ցայնը, անգարելի է որ գարենա դուն դառնալ։ Սա ցույց կտա, որ եթե Քրիստոս մոլորած ոչխարներս չփնտրե, չգտնե եւ թեւի դուն չդարձնե, մենք չենք կրնալ մեր սեփական ջարդարությամբ ու միջոցներով դառնալ Աստուծո։ Ղուկասու ավետարանի մեջ ասված է. «Չեր դար գործվածին յետևեն, մինչև որ գտնե զայն»։ Այո, Քրիստոս կերտա ամեն մեկ գործված մարդու յետևեն եւ չի դատրիր զայն փնտրել է մինչև որ գտնե զայն։ Քրիստոս իրավ հովիվ է, որովհետեւ ինչ որ ասավ դվավ ու պիտի դա իրավ է։ Հովանու ավետարանի մեջ ասված է.
իրավ հովիվը իր կյանքը գուտա ոչխարներուն համար։ Մարդիկ իրենք զիրենք զոհեին իրենց չասվածներուն համար, մինչ մեր Աստված Քրիստոս ինքզինք զոհեց մեզի համար։ Քրիստոս իր սեփական արյունով ցեք ցկեց հովվետական իր ճաշտոնը։ Ան եղավ այն իրավ հովիվը այն բոլոր հովիվներուն, որ ոչ միայն իր կյանքը զոհեց ոչխարներուն համար, այլ ինքզինք դարձուց մեր կյանքը։ Երբ նման բարավոր ու մեծ Աստված մունենք Տեր Հիսուսի նման, ինչու կդնդանանք եւ ինչ կսպասենք մեր հոգիները անոր ցերկը անցնելու համար, որովհետեւ հովիվի պես արածե մեզ եւ առաջնորդե կյանքի գենսադու ճուրին եւ Աստված մեր աչքերեն ամեն արցուն կսրբե։ Հաջորդին պիտի անդրադառնանք ես եմ ոչխարներուն թուրը նյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյանը միջև հավիտյան։ Ամեն։